Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայրտաճարում Մանուկ Հիսուսի Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հանդիսությունը սկսվեց հունվարի 5-ի երեկոյան ջրաքալույցի պատարագով։ Այն մատուցեց Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը։ Տեր հայրը մեկնեց օրվա խորհուրդը եւ շնորհավորեց ներկաներին ավետիսով. Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ինչ է մեզ համար Քրիստոսի ծնունդը։ Աստծո անմիջականությունը, Աստծո սերը եւ Աստծո հայտնությունը մեր կյանքում եւ այդ հայտնությունը թող բոլորի սրտերում լինի։ Իրապես թող Քրիստոս հայտնվի մեր կյանքում, իր լուսով լուսավորի եւ իր ճշտմարտությամբ մեզ ամրացնի, որպեսզի մենք ամեն տեսակ փոթորիկների, ամեն տեսակ թողոպոհի մեջ կարողանանք գտնել այդ ճանապարհը, լույսի ճանապարհը եւ դեպի Քրիստոս տանող ճանապարհը։ Պատարագի ավարտին թեմակալ առաջնորդ Եզրաս Սրբազանը վերստին շնորհավորեց բարեպաշտ հավատացյալներին հոգենորոք տոնի առիթով եւ Սուրբ Սեղանից իջեցրած լույսով, որպես օրհնության խորհրդանիշ վառեց մարդկանց մոմերը։ Որպես հավաքական կամքի եւ հավատարմության դրսեւորում կատարվեց միասնական աղոթք եւ մոմավառություն, հանուն հաղթական հավատքի, հանուն Մայր եկեղեցու անսասանության եւ ազգային համերաշխության։ Միասնականության եւ հավատարմության եւս մեկ արտահայտություն էր մարդկանց ակտիվ մասնակցությունը Սուրբ Էջմիածնի եւ Վեհափար Հայրապետի համար կազմակերպված զորակցության ստորագրահավաքին։ Տարվա առաջին տնօրներքի արարողությունը կատարվեց թեմի առաջնորդարանում, որով ազդարարվեց Սուրբ Ծննդյան տնօրնեքի շրջանը։ Սրբազան հայրը օրհնության խոսք ասաց, հորդորելով մեկ անգամ եւս անդրադառնալ օրվա խորհրդին եւ աղոթել գտնելու այն ուղին, որը տանում է դեպի Աստվածորդին։ Հաջորդ օրը հունվարի 6-ին առաջնորդանիստ մայրտաճարում Եզրաս Սրբազանը մատուցեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնին նվիրված պատարագ։ Սրբազան հայրը ներկաներին փոխանցեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի Սուրբ Ծննդյան հայրապետական պատգամը, որում մասնավորապես ասվում է, որ մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Վեհափար Հայրապետի խոսքով այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը եւ խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Սուրբ Պատարագին ներկային եկեղեցու բարերարներ, նախկին ջրօրհնյաց խաչքավորները Տիկնանցև, բազմաթիվ բարեպաշտ հավատացյալներ։ Եզրաս Սրբազանը շնորհավորեց եւ ներկաներին փոխանցեց մեր ներաշխարհը լուսավորող փրկության ավետիսը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Պատարագի ավարտին կատարվեց ջրի օրհնության կարգ՝ ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության։ Եզրաս Սրբազանը աղոթքների եւ շարականների երգեցողության ներքո ջուրն օրհնեց Սուրբ խաչով եւ սրբալույս մյուրոնով։ Եկեղեցական կարգի համաձայն այդ օրն ընտրվում է ջրօրհնյաց խաչքավոր։ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայրտաճարի 2026 թվականի ջրօրհնյաց խաչքավոր դարձավ համայնքային եւ եկեղեցական կյանքում բազում բարի գործեր կատարած Նիկոլայ Բաշյանը։ Ես ուզում եմ մեր